Ինչպես գրել էինք, իշխանությունը հրատապ ռեժիմով շարունակելու է կյանքի կոչել նախընտրական պոպուլիստական նախագիծը զինվորական ծառայությունը 2-ից 1.5 տարի դարձնելու վերաբերյալ։ Նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան եւ քննարկվելու է եկող քառօրյա նիստերի ընթացքում։ Սակայն իշխանությունը սրանով չի սահմանափակվելու։ Իշխանականներն առաջիկա ամիսներին մտադիր են հանդես գալ նմանատիպ այլ ամբողջահաճո նախաձեռնություններով։ Օրինակ, մեզ ասացին, որ քննարկում են նաեւ պարտադիր զինվորական ծառայության տարիներն իբրև աշխատանքային ստաժ հաշվարկելու հարցը եւ նախագծի տեսքով դա նույնպես կներկայացվի խորհրդարանի ընդունմանը։ Երևանի քրեական դատարանում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ նոյեմբերի 10-ին կշարունակվի 24 տարի առաջ տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության գործի քննությունը։ Հանրային մեղադրողը երկու միջնորդություն է ներկայացրել դատարան, կրկնակի դատաբժշկական փորձաքննություն եւ դիակի արտաշիրիմում կատարելու, եւ այդ օրը դատարանը պետք է որոշի բավարարել դատախազի միջնորդությունները, թե ոչ։ Մեղադրյալ Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը մեզ ասաց, որ դատարանը չի կարողանում որոշել բավարարել, թե ոչ։ Ինքն կանխատեսում է, որ ամենայն հավանականությամբ կմերժի։ Պողոս Պողոսյանը ուղարկավորված է Վրաստանում, ինչպես պետք է այնտեղ արտաշիրիմում իրականացվի այլ երկրի տարածքում, արդյոք դրա իրավասությունն ունեն։ Մեկ անգամ 2021 թվականին դիակի փորձաքննություն իրականացվել է, եզրակացվել է, որ ընկներու հետևանքով է մահը վրա հասել, հիմա ոսկորներն են մնացել։ Պարզապես ուզում էին ինտրիգ առաջացնել, նույնիսկ վարչապետն է այդ մասին ելույթ ունեցել ազգային ժողովում։ Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանը սպանվել է 2001 թվականի սեպտեմբերի 25-ին։ Այդ օրը Ռոբերտ Քոչարյանը Շարլ Ազնավուրի հետ այցելել էր Արագաստ սրճարան։ Ըստ գործի տվյալների Պողոսյանը նրան տեսնելով ասել է «Պրիվետ Ռոբ», ինչից հետո Քոչարյանի թիկնապահները նրան տարել են զուգարան եւ ծեծել, որի ժամանակ էլ նա վայր է ընկել, գլխով հարվածել զուգարանակոնքին ու մահացել։ Իրավապահները դա որակել էին որպես անզգույշ սպանություն եւ թիկնապահ Աղամալ Հարությունյանին, այժմ հանգուցյալ Կուկու Մականունով դատապարտել պայմանական ազատազրկման։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո գործը վերաբացվեց, դեպքի ականատես Սթիվեն Նյուտոնի նամակը նոր Երևան եկած հանգամանք դիտարկեցին։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի եւ նրա հավատավոր մի քանի յուրայինների պարզվում է ՔՊ-ում շատերն են վախենում Աստծո նզովքից եւ հենց սա է պատճառը, որ ինչքան էլ Փաշինյանի պարտադրանքը եւ նրան հաջողանալու ցանկությունը մեծ են, չեն մասնակցում կարգալույց քահանայի մատուցած ֆեյք պատարակներին։ ՔՊ-ական падգամավորներից մեկը մեծ զրույցում անկեղծացավ, որ ինչքան ուզում են իրենց սպառնան, պարտադրեն, խնդիրը ոչ թե այն է, որ չեն կիսում Փաշինյանի հակակաթողիկոսական արշավը, այլ իրականում վախենում են Աստծո անեծքից։ Գաղտնիք չէ, որ Հովանավանքի բղծության առաջին արարից հետո Փաշինյանը հրահանգել է հաջորդ կիրակի հնարավորինս բազմամարդ մասնակցություն ապահովել, սակայն երկրորդ անգամ ավելի քիչ էին մարդիկ։ Իսկ նրանք, ովքեր չեն վախենում Աստծո պատժիծո անեծքից, հասկանում են, որ Փաշինյանի խնդիրն իրականում եկեղեցին մաքրելը չէ, ինչի մասին այդքան թմբկահարում են։ Եթե եկեղեցու մաքրությունը գերնպատակ լիներ, ապա Հովանավանքում կարգալույց քահանան պատարակ չէր մատուցի, իսկ նրան օգնող դպիրներն ու հոգևորականներն էլ ատամնաբույժ կամ հայհոյան գրող ստատուսճիկներ չէին լինի։ Նախընտրական աժոտաժ է սկսվել ոչ միայն իշխանության թիմում, այլև ընդդիմադիր շրջանակներում։ Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի թիմում այս պահին քննարկման ամենաակտուալ հարցն այն է, թե ով է գլխավորելու նախընտրական ցուցակը։ Թե պետ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում պատասխանեց այդ հարցին, որ դա կախված կլինի նրանից, թե ըստ սոցիոլոգիական տվյալների ով կունենա առավելագույն հնարավորություն, այսինքն ամենաբարձր ռեյտինգը, եւ ասաց, որ այդ հարցի պատասխանը կունենան հունվար-փետրվարին։ Սակայն նրա թիմակիցներին պարզվում է այդ հարցը հանգիստ չի տալիս։ Ոմանք կարծում են, որ չնայած երկրորդ նախագահի վարկանիշը մինչ այս պահը ամենաբարձրն է իրենց թիմում, սակայն նա էստաֆետը հանձնելու է որդուն Լևոնին, որն արդեն քանի տարի է քաղաքականության մեջ է, ԱԺ պատգամավոր է։ Դրա նպաստում է նաև այն, որ Լևոն Քոչարյանը վերջին ամիսներին մարզերից տուն չի գալիս, շարունակ հանդիպումներ է ունենում մարդկանց հետ։ Այս ընտրություններին չեն կարող նախորդ սցենարը կրկնել, երբ ցուցակ գլխավորում էր երկրորդ նախագահը, իսկ որդին 50-րդն էր։ Հասկանում են, որ նախկին 2021-ի ցուցանիշը չեն գրանցի, իսկ այդ դեպքում կոռեկտ չի լինի առաջին անցողիկ տասնյակում ընդգրկել թե հոր, թե որդու անունները։